ուզում խոսենք ավանդույթների մասին։ Կարմիր խնձոր ավանդույթը, եկեք հասկանանք, եկեք վերլուծենք, դա ինչ կապ ունի հայկական ավանդույթների հետ։ Դա ավանդույթ չի։ Դա սովորույթ է։ Չկա հիմա ստիպողական որևէ բան անել։ Ամեն ինչը Չէ, անում են։ դուք դրանով նաև մեզ եք վիրավորում։ Եկեք յուրաքանչյուրը հարգի իր սահմանը եւ մարդկանց չպիտակավորենք Քո խոսում։ ասածը ձևակերպումը, որը մարդիկ հորինել են, որպեսզի առաջ տանեն իրենց այդ այլանդակությունները։ Այո։ Ինչը եթե Բայց քո ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացի Իբր դա ինչ է։ իրավունքները, Իբր ինչ ասեցիր հիմա։ Ով ուզում է պահում ավանդույթները, Չէ։ ով չի ուզում չի Իհարկե։ պահում, ով ուզում է ոնց ուզում է ապրում է։ Ողջույն, նոր ալիքի մեր սիրելի ունկնդիրներ, համոզված եմ, որ կարոտել եք մեզ։ Մենք որ անհամբեր սպասում ենք ձեզ այդ հանդիպմանը։ Իհարկե անհամբեր սպասում ենք իրանց հանդիպմանը ու ես ուզում եմ մի հատ հարց տամ հետևորդներին մեր, եթե իրանք հանկարծ բաժանորդագրված չեն մեր ալիքին, նոր ալիքի YouTube-ն ալիքին, խնդրում եմ subscribe եղեք, որպեսզի բաց չթողեք մեր ամեն հաղորդումը։ Մի խոսքով սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Համոզված եմ, որ դուք արդեն հարմար տեղավորվել եք եւ սպասում եք մեր հաղորդման սկզբին։ Եվ եթե դուք հիմա մեզ տեսնում եք միասին, Նշանակում է դուք դիտում եք Zoom Boom-ը։ Եվ այսպես, բարև ձեզ։ բարև ձեզ։ Շատ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ես ուզում եմ ներկայացնել իմ հյուրին նախ։ Պարոն Գառնիկը, իմ շատ վաղեմի բարեկամը, շատ լավ բարեկամը, մարդ, որը չվախացնեմ էլի, ուղղակի շատ բան իմաց, Ինչքան եմ իմ հյուրը ավելի վախենալու է, այսպես ասել։ Այո, պարոն Գառնիկն է, կուզենայի, որ դու էլ ներկայացնեիր քո հյուրին։ Իմ հյուրը Զարանա Ղազարյան, էլի իմ լավ ընկերն է, տղամարդկանց ահու սարսափ։ Սղալ է։ Չէ, մի քիչ ուզեցի ուղղակի դուք վախենաք Դա հետաքրքրեց, ոչ թե վախացրեց։ Հիմա դուք բացատրես իրան։ Մենք չվախեցանք, հմայվեցինք։ Գուգո ջան, մենք այն տարիքում չենք, որ վախենանք։ Այնպես որ Լավ, հեսա ես կհասկանամ ընթացքից։ Զարարի Զարա վախեցնեք։ շատ հաճելի է։ Փոխադարձ։ Եվ ամենակարևորը, որ ուզում եմ հիմա խոսենք, դա թեմայի մասին է։ Մենք Այո։ ֆորմատը այնպեսին է, որ մենք ընտրում ենք թեմա եւ այդ թեմայի շուրջ սկսում ենք ծավալվել մեր կարծիքները, տարբեր կարծիքներ։ Ես կարամ ասեմ այսօր ինչի մասին ենք ուզում խոսենք։ Ես խոստացել եմ, որ քեզ այսօր ձայն չտամ, բայց ասա։ Մերսի շատ։ Դա մերսի, շնորհակալություն ասում է Զարային։ Խնդրեմ։ Ինքն պատասխանեց։ Այսօր ուզում խոսենք ավանդույթների մասին, թե ինչ ավանդույթներ են եկել մեզ հասել, ինչեր են պահպանվել, ինչեր են կորեն, ու ընդհանրապես ինչն է ձեր համար ավանդույթ։ Եկեք մի հատ հասկանանք։ Զար, օրինակ քո համար ինչն է, ինչ է ավանդույթը։ Իրականում սենց ցավալի երևույթ կա, չգիտեմ դուք կհամաձայնեք թե չէ, բայց շատ հաճախ խեղում են մեր հայկական ավանդույթները, այսինքն կնոջը արժե զրկելը, կնոջը ապրանքայնացնելը, որևէ կերպ հայկական որևէ ավանդույթից չի տեղավորվում, կամ կնոջը պիտակավորելը, կնոջ դերը սոցիումում նսեմացնելը, սրանք հայկական ավանդույթների հետ կապ չունեն, տարիներ շարունակ հարևանություն անելով տարբեր մուսուլմանական երկրների հետ, շատ բաներ, որոնք կան այսօր, դրանք ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, դրանք փող առնված են, վերցված են հենց մուսուլմանական հասարակություններից, այսինքն հենց իրենց ավանդույթներից եւ այսպես ինչ որ մարդկանց ինչ որ բաներ դուր է եկել, դրանք վերցրել են եւ ասում են սա բուն հայկական ավանդույթ է, բայց իրականում դա որևէ աղերս չունի հայկական ավանդույթի հետ։ Հետաքրքիր է Դա ասելուց ես կխնդրեի օրինակներով։ Մի հատ ինչ օրինակ կարաս ասես, որտեղ մի անգամից sense մտանք թեմայի մեջ։ Չհասցրեցինք։ Ես էլ ճիշտ ասած անակնկալի եկա, ինչն ենք վերցրել։ Դու մի մոռացի ոնց Ես Զարան, ես ասում եմ որ վախենալու եք։ Ես չգիտեմ մի բան, որ
Այլոցից Կարմիր վերցրած խնձոր լինենք։ ավանդույթը, եկեք հասկանանք, եկեք վերլուծենք Կարմիր խնձոր ավանդույթը, Խելոք որը եղես որևէ ինձ։ կապ չունի, հիմա մենք եկեք հետահայաց հանենք, դա ինչ կապ ունի հայկական ավանդույթների հետ։ Դրանում ինչն է հայկական։ Դարեր առաջ բնականաբար աղջիկներին ամուսնացնում են 13 տարեկանում, եւ 13 տարեկանում աղջիկը կույս լիներ, դա բնական է, դա նորմալ է, բայց այն ինչը 13 տարեկան աղջկա համար նորմալ էր, այն ինչը ինչ որ պահի անպայման էր, հիմա նույն բանը պահանջել 28 տարեկան, 30 տարեկան աղջկանից եւ եթե դա չլինի իրեն պիտակավորել անբարոյական կամ հալածել իրեն, դա կարծում եմ արդար եւ ազնիվ չի կանանց համար։ Ես զուտ Կարմիր խնձորի օրինակը բերեցի, որը եթե ինձ ինչ որ մեկը կլինի ազգագրագետ, կլինի մշակութաբան, կլինի փորձի ինձ ապացուցել, որ դա հայկական արմատներ ունի, ես շատ կզարմանամ եւ կբերեմ իմ հակափաստարկները, որովհետեւ դա որևէ կապ չունի հայկական ավանդույթների հետ։ Դե ինչ այսօրվա հաղորդաշար այսքանն էր, կհանդիպենք մյուս շաբաթ։ Թե դա քիչ են Չէ, հակափաստարկները։ ես ուզում եմ ներողություն եմ խնդրում իհարկե, ես բանից ինտերնետից դուրս եմ բերել, ուրեմն ինչա ավանդույթ։ Ինչա նշանակում ավանդույթ։ Դա պատմականորեն հաստատված սերունդների սերունդ փոխանցվող սովորույթների, ծեսերի, պատկերացումների եւ վարքագծի կանոնների համակարգ է։ Հայև։ Սերունդ փոխանցվող։ Հանդես է գալիս որպես հասարակական կյանքը կարգավորող չգրված օրենք կամ կանոն սովորույթ։ Հիմա նայեք, այսքանը սա ոնց է այդ ամեն ինչը օրինականացված չէ, ոնց է ամփոփված միտքը, ինչը ավանդույթ։ Սա գիտական մոտեցում է, ես բոլոր տեղերը հանդիպել եմ, շատ տեղեր եմ փորփրել եւ բոլոր տեղերը սա որպես օրենք, որ Նյուտոնի օրենքը։ Սա այդ ձևակերպումն է։ Հիմա ինչ վերաբերվում է Կներեք, բայց Նյուտոնի օրենքից մենք ինչ որ օգուտ ունենք, ինչ որ չէ, շատ օգուտ ունենք, բայց կոնկրետ ավանդույթների հետ կապված օգուտներ Չէ, դու դժվարն հիշամ։ ավանդույթի մեջ մտնում են սովորույթներ։ Եկեք միայն սովորույթ ասեմ ձեզ։ Սպասեք, եկեք չընդհատենք մեկս մեկի, ձեր օրինակը բերածը դա ավանդույթ չի։ Դա սովորույթ է։ Միտեղ դա ընդունվում է, միտեղ չի ընդունում։ Մուսուլմանական աշխարհում միտեղ մի մուսուլմանական հասարակության մեջ ընդունված է, որ հյուրին պարկացնում են գիշերը իր կնոջ կողքը եւ մեջտեղ դնում են սուր։ Մյուս տեղը տենց բան չկա, սա սովորույթ է, այսինչ սա դրա մասին կարանք շատ տարածվենք, բայց ավանդույթը դա սերունդ եկող բան է։ Եկեք չխառնենք։ Օրինակ բերեք մի հատ ավանդույթի, ես հասկանամ, գուցե ես ինքս ազգային ավանդույթների դեմ բացարձակ որևէ բան չունեմ, հրաշալի մենք ավանդույթներ ունենք, բայց օրինակ ինձ հետաքրքիր է դուք բերեք ինչ որ օրինակ ավանդույթի ըստ ձեր նշած այդ օրենքի։ Ավանդույթը, որ մեծը ներս է մտնում, պետք է կանգնել ոտքի։ Դա սովորույթ է։ Ոչ, դա ավանդույթ է։ Դա սովորույթ է։ Դա ավանդույթ է։ Ընդ որում ես ձեզ ասեմ, իմ ուսումնասիրածն եմ ասում, ինչ որ ես կարդացել եմ, այս հաղորդման շրջանակում ավանդույթները միշտ վերևից են իջել։ Այսինքն վերևի խավն է իջացել ավանդույթները։ Սովորույթները ներքևից է գնացել։ Դրա համար այն ինչ որ ավանդույթ է, մեծը մտավ ներս, ոտքի կանգնելը դա որը մեր մեզանում հիմա չկա, դու դասի գնում նստում ես Զառա ջան, կներես որ դու եմ խոսում, դու գնում ես դասի դպրոց, ուսուցիչը մտնում է ներս, դու ոտքի կանգնում ես։ Իհարկե ոտքի կանգնում։ Դա ինչից է գալիս։ Հարգանք։ Այդպես սովորացրել են բարևել ուսուցչին։ Հարգանք։ Մեր հարևան ժողովրդի, մեր հարևան, մեր կողքը ապրող եզդիների մոտ այդ ավանդույթը մինչև այսօր կա, հայրը մտավ տուն, երեխան ոտքի է կանգնում։
բայց դա պարտադիր չի, չէ՞։ Եկեք տենց ֆիքսենք։ Այսօր դու այսօրվա աչքով ես նայում, պարտադիր չի, բայց դա պարտադիր է, դա բերում է դաստիարակման ձև, դա բերում է վերաբերմունք տղամարդուն մեծին հարգելու։ Մի րոպե, տղամարդը մենք մեծ ասելով ես նկատում եմ, եթե տատիկները եւս մտնեն որպես մեծ, մտնեն մենք ոտքի կանգնենք, այսինքն սա սեռականացված է, եթե մեծ տղամարդն է, տատիկներն են։ Նույնը, պահպանված է։ Կինոյով որ պետք է կանոջ մոտ ոտքի կանգնես, լավ է։ Նայ էլ եմ ասում, իրանց մոտ ցենց է տղամարդը աշխարհավերում տղամարդ կանց եւ ոչ միայն։ Նաեւ տղամարդուն հարգելը։ Լավ, շքորանակ ես ուղղակի ուզում եի ասել այդքան հաջան։ Նույն ձևը կանանց հարգելը։ Բա միանշանակ հին հույները հղի կնոջ դեմ խոնարհվում էին։ Այդ դա փաստ է, դա գրված է, դա դրամատուրգիորեն հաստատված է, դա կանոն է եղել։ Հղի կնոջ դեմ խոնարհվելը, այդքան հարգանք կար։ Կյանքը որը ընթացքում կորում է, ինչ որ բաներ կորում է, լավ է դա, վատ է դա։ Սենց մի հատ բան ասեմ ձեզ, ավանդույթներ, սովորույթներ, մի հատ եկեք սենց հասկանանք, օրինակ սովորույթները ինչեր են։ Այդ որ ասում եք օրինակ, չդաժե ցածր խավ, բարձր խավ բան, դա հիմա ընդհանրապես գոյություն չունի, էլի, այդպես բան, այն ժամանակ կարող է եւ ձեր ժամանակ օրինակ եղել է, այստեղ հիմա այդպես բաներ կապ չեն, օրինակ հացը, որ ընկնում էր գետնին, մարդիկ այդ հացը վերցնում են, այդ նախ չի կարելի օրինակ պարկացրած դնել հացը, այտենց ինչ-որ բաներ կար, հացը դանակով չեն կիսում, ձեռքերով են կիսում բան։ Հիմա դա ավանդույթ է, թե սովորույթ է։ Թե սնահավատություն է, էդ էլ կա որովհետև։ Ես կդժվարանամ դա ասեմ։ Երթվում ինձ սովորացրել են, այտենց տատիկս ասում որ հացը ընկնում պաչին ատի, վերցրել պաչում դն։ Էդի ուզում ջոգեմ ի՞նչ է։ Չգիտեմ, եւ սնահավատություն է։ Էդի սնահավատություն է։ Պարոն Գառնիկ։ Չեմ կարծում, չէ, ինչ սնահավատության բան կա դրա մեջ։ Դա Հարգանք է, հարգանքը քո հացի ուտելիքի նկատմամբ, ոնց կարաս անարգաժան լինես, չեմ հասկանում։ Հա։ Ես անձամբ տեսել եմ, իմ պապիկն էլ այնց։ Շորը տնգար գետին թափ տալիս ես թե չէ։ Հա։ Էդ էլ հացը սրբություն է։ Այո, Հացը սուրբ է։ Մենք հիմա չենք վերաբերվում հացին որպես սրբություն։ Դրա համար դանակ չի կարելի կպցնել։ Հա, հասկացա։ Ես բայց այն ինչը կներես, մի հատ ձևակերպում տանք, որ իրար ճիշտ հասկանանք, այն ինչը մարդու կյանքի որակի վրա չի ազդում որոշակիորեն մարդուն, չի պիտակավորում մարդուն, չի նեղացնում, եւ դա ավանդույթ է, օքեյ, եթե մարդկանց դա որոշակիորեն չի խանգարում կամ ինչ որ մեկի կյանքի որակի վրա բացասական չի ազդում։ Այդ դեպքում լավ, համաձայնենք, ավանդույթը կա, հարգել սնունդը, ես դրան միանշանակ կողմ եմ, այդ շատ կարևոր է, բայց երբ որ ինչ որ ավանդույթը, ինչ որ սովորույթը ազդում է մարդու կյանքի որակի վրա ու հիմնականում այդ մարդը լինում է կին, կարծում դա արդար չի հասարակության այդ հատվածի, այդ ներկայացուցիչների համար։ Ինձ թվում է ավանդույթները երբեք ոչ մեկի կյանքի վրա չեն ազդել։ Դե կան ավանդույթներ, կան, որ ազդում են։ Ես կուզենամ իմանալ ինչ է նշանակում կյանքի որակի վրա ազդել։ Այսինքն ինչ որ մեկի ճնշում է այդ ավանդույթը։ Պարտադրում է, ինչ որ մի բան մասնավորապես կանանց, որովհետև հիմնականում թիրախում լինում են կանայք, կանանց արժեզրկում է ինչ որ հարցում եւ դա փորձում է անցկացնել ավանդույթի տակ, որ օրինակ եթե սկեսրայրը մտավ տուն, հարցը պարկելու իրավունք չունի, պետքա գնա չստիկները բերի, պետքա էս անի անեն։ Իմ համար սա абսուրդային է եւ որևէ կերպ սա չեմ պատկերացնում անցկացնել հայկական ավանդույթների տակ։ Դա ավանդույթ չի։ Սարեջան, դա բայց անցկացնում են հայկական։ Մեծի հարգանք։ Եթե հարցը վատ է իրան զգում չգնա պարկի։ Հա թող գնա պարկի։ Այս պարագայում կներեք, բայց այդ հարգանքը չպետք է լինի։ Այդ հետ հարգանք չպետք է լինի։ Բայց ոչ մեկ չկա հիմա ստիպողական որևէ բան անել։ Ամեն ինչը չէ անում են։ ես չգիտեմ, ես չեմ հանդիպել որևէ ընտանիք, որ այսօր նման բաներ անի դուք դրանով նաև մեզ եք վիրավորում, մեծ հասակներից եք։ Ով ես ասում եմ ավանդույթ։ Ինտան մեջ նման բան ասել չկա, որ ստիպողական։ Այո, եթե անձնավորված չի, զո երևույթ են։ Ինչքան սիրուն բան ա լինում, որ նստած ես, փոքրիկը, թորնիկը գանում է, ցստիկները վերցնում, այդ հողաթափերը վերցնում, բերում դնում է ոտքի։ Դու քեզ էլ ես լավ զգում, կամ հարսիկը թողանի։ Վատ բանա որ մի հատ ջուր բերի։ Ես չեմ ասում դուք լրիվ պատտում եք իմ խոսքերը, ես չեմ ասում վատ է, բայց պարտադրել հարսին եւ ասել որ դա հարգանք է, դա հարգանք չի։ Մեր մոտ կանանց իրավունքները լրիվ չգիտեմ ինչի է հավասարացված։ Այսինքն Ընդհակառակը նորմալ չի որ դուք հիմա խոսում եք կանանց իրավունքների մասին, որտեղ մեր ազգից առավել
կին հարգող, ես չգիտեմ։ Այո, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն երրորդ կինը Ժողովուրդ օքեյ է որ ջուր բերեն օրինակ խմի, բայց որ օրինակ ոդքերն են լվում, դա օքեյ չի։ Բայց երբեք ջուրը նույն հաջողությամբ կեսրան է, չի կամ խոհանոցում մի բաժակ ջուր բերի հարսին։ Դուք սկեսրայր եք այս բան։ Այո։ Եթե Խոհանոցում եք, ձեր հարսը ասում է ինձ մի բաժակ ջուր կբերես։ Մեծ սիրով կտանեմ, ի՞նչ կա դրա մեջ։ Հա, ապրես։ Էդ է էլի ոնց Ջան, այստեղ խոսում է դուք եկեք փող ջանից հարգանքի խոսացեք։ մասին, Այ երբ որ ջանն ընտանիքում անում իրար ամեն հարգում ինչ։ եք, Այդ ծերն ամեն ինչ անում, երեխեք ջան։ Դա ձեր ասածը, այսինքն ոչ թե ձեր ասածը, ուզում եմ գալ նմանատիպ, բայց ուրիշ կարգավիճակի։ Մեզանում դա ես հաստատ գիտեմ, կար գրականությունից եկած, կար ավանդույթ, չխոսքան հարսը։ Հարսը չի խոսում տանը կեսրարի ներկայությամբ միառ ժամանակ։ Կար երկարել էր տևում, ինչ որ ժամանակ հատված կար։ Չխոսքան հարսը։ Նա իրավունք չուներ, ինքը իրան վերապահում էր, որ ես իրավունք չունեմ կեսրարի ներկայությամբ բերան բացեմ, ասեմ, կարծիք հայտնեմ, ես խոսեմ, որը ես գտնում եմ, վայրենություն։ Հա, համաձայն եմ ձեր հետ։ Դա չի կարելի նման բան անել։ Քրդերի, եզդիների մոտ կա ավանդույթ, հարսի անցնում է, հարսի գլխին բանով խնձորով վայրենություն է։ Կեղտաջուր, ոնց ուզում եք թող ներեն ինձ, դա ավանդը իրանք։ Չէ, դա ճիշտ եք ասում։ Բայց ես համարում եմ, դա չի կարելի։ Մի քիչ էսկոմ, մի քիչ ենկոմ կպավ կարող է պատահի։ Բաներ կան, որ չի կարելի ընդունել, բայց բաներ էլ կան, որ մենք դրա մասին ենք ուզում հիմա խոսենք։ Լավի մասի։ Որ պիտի Էս վատը չէ, որ պիտի։ Այդ հարգանքը, այդ պատիվը, ի վերջո ոնց են ասում, էս ինչի հարսն է, այն ինչի տղան է։ Էս տես ոնց էր այդ ամեն ինչը գնացինք, նստեցինք, մարդիկ եկան, բերեցին, դրեցին, այս ամեն ինչը ավանդույթներով գալիս է։ Ավանդապահ Հա, վիճակով, այո։ Աստիճանաբար գալիս մեզ Ու դրա վառ օրինակը ես կարող եմ ասել մեր սփռքում ապրող մեր հայրենակիցները, որ պահում են։ Գիտեք, հարգանքը ինչի է գալիս այլ ազգի կողմից մեր ազգին։ Հենց այդ ավանդույթները պահելու սովորույթներ կա մեր մեջ, ավանդույթներ կա, որ մենք անում ենք, այդ մարդկանց զարմանք է տալիս։ Հյուր ընդունելը, հյուրին ճանապարհելը մեր համար մարդը տենց է, չէ, Աստծո դեսպանը համար։ Դրսից եկածներն են, միշտ օգտագործում են բառը հյուրընկալ ազգ հասկացողություն։ Դա շատ կայֆ է, դա շատ հավես է, չէ, որպես գաղափար ինքը շատ բաներ կա, որ գերեզկացնում է մեր ազգին, շո՞։ Մեր նանը 104 տարեկան։ Մենք սեղան չէինք նստում, մինչև նանը չնստեր։ Ինքը տեղից վեր էր կենում գալիս էր, պապս գալիս էր իրան համբուրում էր, հոգնած գործից գալիս էր, մենք կանգնում էինք, չի կարելի ձեռքը տանել հացին, մինչև նանը աղոթքը չի անում, ու մենք ասենք վայրենություն է, բայց դա ճիշտ էր, դա զսպվածություն էր, դա հարգանք էր, առաջինը պետք է լցնեին իրեն, բնավորությունն էլ է դա դաստիարակում, բնավորությունն է մարդուն։ Այո, արհեստականորեն մարդու կյանքը, օրինակ մեր ընտանիքում կա սովորություն հաց ուտելուց առաջ շնորհակալություն։ Այդպես էլ գալիս է դաստիարակությունը, այդպես էլ դաստիարակում։ Ես մտածում եմ դուք չէիք ուզի այդ կյանքով ապրեիք։ Սմարտիկ ապրել են, չէ՞։ Ես Երանի, եթե ծնվեի նորից ձևով կապրեի։ Երանի տեղ։ Եթե մեր տուն հյուր էր գալիս ու մենք իրավունք ունեինք մոտենալ սեղանին, որովհետև շատ դեպքերում մեզ չէին ասում մի արի։ Պապան նայում էր մի հատ ու մենք կամաց հետ էինք քաշում, որովհետև այնտեղ կարող է խոսակցություն գնա, որ մենք պետք է չլսենք։ Որովհետև այդ մարդիկ եկել են ինչ-որ նպատակով խոսելու։ Մենք երբ որ մեզ պետք էր լինում գալ, հայրս ասում էր՝ «Լայքեք ձեր ցավը տանեմ, նստեք»։ Սուրեիկ, ինքն է ուղարկել մեզ։ Սուրեիկ գնացել նստեք, որովհետև մենք հիմա իրանք պիտի արդեն հարցը լուծել են, պիտի խմեն ընկերության կենաց, եղբայրության կենաց ու մենք դա պիտի լսենք։ Մենք պիտի լսենք, որ սովորենք դա, ոնց է ընկերությունը լինում, ինչ մարդիկ են հավաքվում, ինչ զրույցներ ա գնում, ինչ անեկդոտներ են պատմում։ Հենց որ մի բան լինում էր, որ մենք պետք է չլսեինք,
Մենք ասում էր, հələ վազի մի հատ էս բանը վերցու, հələ մի հատ գնա ջուր բեր։ Մենք գնում էինք ջրի, իրան այդտեղ Բաղոր երեխաները մի քիչ նորաշատ էր լինում, երկել գիտեր, արտասանել գիտեր։ Դուք պատկերացրեք ծնողի են վիճակ էլի։ Այն որ զորով երկել են տալիս է։ Չէ։ Չէ, այդպես բան չկա։ աթորեն կանգնացնում ասում են, դե ասա, արտասան է, չէ՞, արտասան է եղել, բայց իրականում այլ կերպ է եղել։ Նաև երեխան է հաճույք ստացել դրանից։ Իսկ հոր ծնողի մասին խոսք չկա։ Նրա վիճակը, նրա պահվածքը։ Ով ուզում է դա պահի, թող պահի, բնականաբար որևէ մեկին մենք իրավունք չունենք պարտադրել մեր տեսակետն, այնպես ինչպես մենք չենք պարտադրում ձեզ, նույն վերաբերմունքն էլ ակնկալում ենք մեր հանդեպ, այսինքն որոշակի բաներ, եթե օրինակ ես չեմ պահում, ես դրանով ոչ թե դառնում եմ վատ հայ, վատ քաղաքացի, ինձ դա է ներվայնացնում, այլ ուղղակի ես մարդ եմ, ով ինչ որ բաների, ինչ որ արժե համակարգի, այս խնդիրը ես ունեմ նաև իմ ընտանիքի անդամների հետ, որոշակի այդ սերունդների բախում, որոշակի խնդիրների բախումը տարբեր հարցերի շուրջ։ Ես չեմ ուզում ինձ որևէ մեկը պարտադրի եւ պիտակավորի մի բան, որը ես չեմ ուզում անել։ Որ մի հատ բան ասեմ Զարս, շատ լավն է միտքը, դու ուզում սենց մի հատ հավելում անեմ, օրինակ իմ ընտանիքը ոնց բացատրեմ, հիմա իրանք սկսել են ապրել ու մտածել նենց, ոնց որ ես եմ ապրում ու մտածում, սենց շատ կայֆ հասկանում ենք էլ, երել չկա այդ ավանդական բաները, բան, սենց քիփլիկ մեր համար հավեսով ապրում ենք, առանց պարտավորությունների։ Ես ուզում եմ ասա քո ապրելաձևի մի բան, ես ուղղակի ուզում եմ լսել ինչպես։ Ասենք կարող է ես առանձին հաց ուտեմ, մամաս առանձին հաց ուտի, պապաս առանձին հաց ուտի։ Այսօր ժամանակներն այդպեսին։ Կլինի։ Օրինակի համար, ոչ թե եթե պապաս հաց չի ուտում, մենք չենք ուտում։ Ժամանակի հետ կապված։ Ես իմ մամայի պապայի տնից կատակներ եմ անում, որ ուրիշ տոնիկները որ դա անեն, կարող ծեծեն երախուն անկեղծ։ Ասենց ուզում ասեմ, ասենց շատ վերվել ենք իրար։ Այսօր դա նորմալ է, որովհետև նորմիրովնի չի, այսինքն ժամանակի առումով դա չկա կոնկրետ։ Առաջ ոնց էր, ժամը 8-ին մարդիկ գնում էին աշխատանքի, ժամը 5-ին գալիս էին տուն։ Ճաշը պիտի պատրաստ լիներ ժամը 5-ին, բոլորը գալիս էին, լվացվում էին, միասին էին գալիս։ Շատ ժամանակ տարբեր տեղերից, բանի դարպասների մոտ հանդիպում էին, ներս էին մտնում, նստում էին, միասին հաց էին ուտում։ Ու դա էլ է, Մարդիկ դա էլ է բան։ հողի հետ աշխատում էին, գալիս էին միասին տուն։ Հա, լավ է։ Գնում էր նաև քննարկում ընտանիքի հարցեր, որոնք կային այն սեղանի շուրջ էր լուծում հարցերը։ Այսօր ամեն մեկը իր համար եկա բանալ։ Լավ ընդունեցին, որ այդ կա, էլ ինչ կա, որ ասենք ընտանիքում։ Իսկ ինչ կասեք, ինչ եք մտածում, ես մի հատ երևույթ կա, անտանելի ձևով չեմ կարող բան ընդունեմ, որ խնջույքի ժամանակ տղամարդիկ առանձին են նստում, կանայք առանձին։ Ով ասէ։ Ոյ, այնքան կա։ Ես կամ կանայք կողտենում են տղամարդիկ հաց։ Ես մանկուց չեմ հիշում այս առանձինը ոնց ուզում են թող նստեն, բայց երբ որ հոտնկայս խմում են, թե ինչքան վեհ են կանայք, թե ինչքան են հարգում իրենք կանանց կենացն են խմում, եկե տեսնես կանայք sense տանջված հոտ սպասարկել են այդ տղամարդկանց րոպե մեկ սեղան են փոխում, չգիտեմ, մոխրաման են փոխում, աման են փոխում ու դրա համար էլ գնահատում են այդ ամեն ինչը եւ խմում են իրաց կենացը։ Չէ, շնորհակալություն, եկեք դուք մեր կենացը մի խմեք, բայց մենք մենք կլվանանք այդ ամանները։ Իսկ դրանում ինչ վատ։ Այո, ես խեմ։ Բայց եթե օգնել դրանում ով ասում որ դրան վատ բան կա, օգնել քո կնոջը դա վատ բան։ Սպասեք գամը տեղ, մի րոպե։ Վատ բան չի։ Ինչ ես ուզում ես։ Շատ շուտ փոխեցիր ճամբարը։ Չէ, դա նորմալ է, տղամարդը պիտի օգնի, եթե ես գիտեմ որ մեծարենք, ամուսնու են իրստեղ լվաս կանեն, ամանան։ Բայց դրա կարիքը եթե կա, եթե վատ ես զգում քեզ, ինչու չպիտի տղամարդ անի։ Չէ, պիտի թողնի լսվի ամեն ինչ այնտեղ, հարևանն կա կամ մի բարեկամ կա, տեսնի ասի ես։ Չէ, դա նորմալ է։ Դա նորմալ է։ Իսկ դուք ինչպես եք վերաբերվում մեր ավանդույթներն են, չէ, բաժանվում տարբեր ճյուղերի, ասենք կա կրոնական ավանդույթներ, ծիսական ավանդույթներ կան, դրան ոնց եք վերաբերվում։ Օրինակ տարը թարաչը, չէ՞։ Ընդհանրապես եկեղեցու հետ մտնում եք, դուրս եք գալի, հարսանեկան ծեսեր կան, թաղման ծեսեր կան, կնունքի ծեսեր կան։
Թաղման ծեսեր չգիտեմ, որովհետև թաղումներին մասնակցելու փորձառություն չունեմ, Որի շատ եմ սիրում։ Ոյ, նո ոչ թե ուզեմ Ու հերի ձեզնից Թաղում հնարավոր է գնի։ փորձառություն չունեմ, բայց կան ծեսեր, թե եկեղեցական, թե նայած ծես, օրինակներով պետք է խոսենք, օրինակ, չգիտեմ, ինձ դուր է գալիս Զատկի արարողությունը իր բոլոր մանրամասնություններով, իմ ամենասիրելի տոներից մեկն է Մեծ Զատիկը։ Ես շատ եմ սիրում փոքր Զատիկը։ Ավանդական ծեսը։ Վարդը դուր է գալիս։ Վարդը Դե եթե համը չեն հանում, գուցե վարդավառն էլ Ասենք պրոստը սիրուն կարան ջուր լցեմ իրար, բայց vedrը դաղում են միա։ 9-րդ հարգի Տիարն ընթառաչը շատ գեղեցիկ ու հետաքրքիր տոն է իմ համար որպես այդպիսին, որտեղ ես մասնակցելու փորձառություն այս տարի ունեցել եմ, մամայս ծնունդն է այդ օրը։ Տիարն ընթառաչը։ Հենց ամբողջությամբ եկեղեցական ծեսով անցկացվեց, պատարակը մատուցվեց։ Օրինակ դա ինձ դուր է գալիս, բայց ինձ ինչը դուր չի գալիս, ես երկու կողմն էլ ասում եմ, այն որ դիմացի մարդը կարող է հորինի բարոյականության հետ կապված ինչ որ չափանիշներ, որը իր գլխում է, հետո դա փաթաթի դիմացինի պարանոցին։ Սա իմ համար նորմալ չի։ Եկեք յուրաքանչյուրը հարգի իր սահմանը եւ մարդկանց չպիտակավորենք։ Ինքը վատ կին է, ինքը սխալ տղամարդ է, ինքը սխալ հայ է։ Եթե դու քո սեփական պատմությունը չգիտես եւ չգիտես ինչպիսի կանայք հա տվել հայոց պատմությունը մեր իրականության, մեր թագուհիների պատմությունը չգիտես, արի ուղակի չպիտակավորենք կանանց եւ չմատուցենք կնոջ մի կերպար, որը ինչ որ տանջված է, ինքը իրան զոհում է բոլորի համար, սա լավ հայ կին է, չէ՞, ժողովուրդ սովորեք պատմություն եւ եկեք մեր հայ կանանց համատենք թագուհիների հետ հայոց, ոչ թե ինչ որ անհասկանալի պոստսովետական անհասկանալի չափանիշներով մարդկանց հետ։ Համաձայն չեք։ Ինչ կասեք դուք, ես sense ճիշտ ասած այդ թեման որ շատ ունես։ Իրան Սարգիս Թագոյի էլի այստեղ ինքը։ Դիպուկ խոսքը ասած տեղին արժե 1000 ոսկի դեղին։ Օ, լավն է։ Հա, չէ, դե եթե դա իրականությունն է, եթե դա ձեր ասածը ոչ թե իրականությունն է, սխալ բառ օգտագործեցի, դա տեղին է։ Դա այդպես պիտի լինի։ Ես դա երկու ձեռքով ընդունում եմ։ Այո, դա ճիշտ է։ Բայց դրա եւ ծայրահեղ հակառակը կա։ Այսօր դուք հենց հիմա ծայրահեղության աբսոլյուտ չընդունել ու աբսոլյուտ չընդունել, այսինքն բացարձակ չընդունել այդ ավանդույթներ, ծեսեր, սովորույթներ, ապրել բան ազատ թեթև։ Հա։ Բայց դա իր գործն է, ինչ եք մտածում, որ բայց ինքը հասարակության մեջ է ապրում։ Բայց հասարակության ինչ գործն է, ինքը եթե հասարակությանը վնաս չի տալիս իր չընդունելով ինչ որ։ Բայց տալիս է։ Իսկ ո՞նց է տալիս։ Օրինակ ազգային արժեքները օրինակ խախտվում են, եթե ավանդույթ չպահպանենք։ Դա շատ կարևոր հարց է, էլի։ Ժողովուրդ, ես հիմա կարող եմ ուրիշ տեղ գնամ։ Կարող է, էլի, մի տանի ինձ ուրիշ տեղ, բայց բաներ կան, որ կա ավանդական ազգի ավանդական մոտեցում հարցերի եւ հանկարծ մեկը բանը մերկ պարադ են անում փողոցում դա մարդը իր ուզում է մերկաման գալի ով կարե գնա սարի գլխին մենակ հասարակությունից դուրս բայց չէ որ այդտեղ հասարակությունը նորմերն է խախտում ինչ որ մեկի նայեք դիմացինի ազատությունը վերջանում է այնտեղ որտեղ սկսվում է մեկ ուրիշի իրավունքը հետեւաբար որևէ մեկի որ ծայրահեղության գիրկը չընկնենք ու իրար ճիշտ հասկանանք եթե հիմա ես այստեղ սկսեմ խոսել իմ ազատության մասին բայց ոտնահարեմ ձեր իրավունքները դա արդեն չի լինի ազատություն դա կլինի որ ես խախտում եմ ձեր իրավունքները ես դրա մասին եմ խոսում քո ասածը ձևակերպում է որը մարդիկ հորինել են որպեսզի առաջ տանեն իրենց այդ այլանդագությունները դա ձևակերպում է ուղղակի ինչը եթե քո ազատությունը վերջանում է այնտեղ որտեղ սկսվում է դիմացինի իրավունքները իբր ինչ ասեցիր հիմա Ասեցի, որ իմ ձեր ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը, այսինքն դուք ունեք ազատություն այնքան, ինչքան չի խախտվում իմ իրավունքները։ Դուք կարող եք ասել, ես հիմա այս բաժակը նյարդայնանում եմ, վերցնում եմ եւ հարվածում եմ քո գլխին, Զարա ջան, որտեղ ես ազատ եմ։ Ես էլ ասում եմ, բայց դա խախտում է իմ, չեմ, ֆիզիկական անձեռնմխելիությունը կամ դա խախտում է իմ իրավունքը։ Այստեղ արդեն եղավ, որ ձեր ազատությունը չի կարող լինել իմ իրավունքի դաշտում։ Իմ ասածը դա է։ Լավ բան եմ
եմ ասում իրականում։ Պարոն Արտաշեսը լրիվ ոնց որ ուրիշ բաներ ասում, ոնց որ Բայց այդ բաները կա հիմա։ հիմա դա չգիտեմ, լկտիություն ասե։ Ինձ համար այդ բացարձակ ճշմարտությունները դա այնքան բացարձակ է, որ դրա վրա չի կարելի, դա ուղղակի էլի եմ ասում, դա ֆորմուլա է հորինած, որպեսզի ծածկեն Դա ձեր Առնչվում կարծիքն եք է։ Եկեք գիտեք ինչ sense մի հատ եզրահանգում։ Դարա ջան, առնչվել եք այդ ասացի հետ։ Իհարկե առնչվել եմ, ես անում եմ բլոգ եւ Էս իմ հաղորդումն է, մի հատ լսեք։ Էս իմ հաղորդումն է, եթե դուք չգիտեք, չեք նկատել, եկեք մի հատ sense եզրահանգման գանք, ուրեմն ով ուզում է պահում ավանդույթները, ով չի ուզում չի պահում, ով ուզում է ոնց ուզում է ապրում է։ Բոլորը սպարտավոր են։ Ավանդույթներ կա, որ Չենք պետք է խանգարում իրենց, պատահի բան չենք անում։ Անկեղծ, մենք ես չեմ ասում, որ ես օրինակ անարգում եմ ավանդույթը, չէ, բայց ինչը որ ինձ դուր չի գալիս, ես էդի չեմ անելու։ Ինչը որ ձեզ դուր է գալիս, դուք էդի անելու եք ու ապրում ենք ամեն մեկս մեր համար։ Այսինքն հավեսով, եթե ճիշտ չփակեցի, հելան գնա։ Դա չէ, համաձայն եմ քո, հա։ Մենք համաձայն ենք։ Չի, Դուք եք կարա համաձայն։ Մենք վերապահումներով ենք համաձայն, Շատ մենք պարտավոր ենք պահպանել ավանդույթները, պարտավոր ենք Ոչ մեկ, ոչ Ծնված օրվանից մինչև էլի ֆորմուլա է։ դեպի հավերժություն։ Հենց էս այդ բախումը պատկերացնում եք, հենց էս այդ ճիշտ բախումը սերունդի միջև, որ մենք իրար չենք տեղավորվում։ Եկեք այս լարված Ես մինչև ինձ նեղություն չտամ, ձեզ լավություն չեմ կարող անել։ Ժողովուրդ, մինչև իմ մի տեղը չնեղվի, ձեզ լավություն չեմ կարող Դա անել։ ես կարող եմ ասել, որ դա հորինված ֆորմուլա է, որը վնասում է։ Ես կարող եմ ապացուցել։ Մասով կդնենք այս հաղորդումը։ Լավ, Ես առաջարկում ավանդույթը չխախտենք, մի հատ մեր սելֆին անենք։ Սելֆին ոնց էր հայերեն։ Ինքնուկ։ ինքնահեռախոսա նկարահանում։ Okay, սելֆի անենք ու եկեք բոլորը։ Մինչև Աչարյանը մի նոր բարկը հնարի սելֆի համար, եկեք Ավանդապաշտները այդ կողմն են կանգնում, չավանդապաշտ։ Շատ սիրուն եք։ Շատ մերսի, ապրես որ եք։ Շնորհակալություն։ Շատ Շատ հավես է։ Zoom, boom, zoom.